Բարև ձեզ, անունս Սմբատ է, քաղաքականությամբ, ակտիվ քաղաքականությամբ մինչև այս պահը չեմ զբաղվել, բայց դրա մասին փոշմանել եմ 2020 թվականի պատերազմից հետո։ Ինչպես Արմանը ասեց, հաճախ տրվող հարցերից երկուսի պատասխանները ինձ է վստահված ներկայացնել։ Առաջին հարցը այն է, թե լավ, ինչու ստեղծել կուսակցություն, մտնել ընտրապայքարի մեջ, եթե կա օրինակ քաղաքացիական նախաձեռնության իրավական ճանապարհը։ Տեսեք, մեր առաջ դրած նպատակները դրանք պարզապես ցանկություններ չեն։ Դրանք ըստ էության օրենսդրական, կոնկրետ օրենսդրական փոփոխություններ են։ Հայտնի է նաև, որ այդ օրենսդրական փոփոխությունները Հայաստանում հնարավոր է երկու ճանապարհով՝ ազգային ժողովում եւ քաղաքացիական նախաձեռնությամբ հանրաքվեների միջոցով։ Բանն այն է, որ ներկա կարգավորումներով հանրաքվեի միջոցով հնարավոր չի փոխել սահմանադրական օրենք հանդիսացող փոփոխություններ անել։ Իսկ մեր նախանշած փոփոխությունները հենց այդպիսի օրենքներում են։ Այսինքն այս տարբերակը բացառվեց։ Մյուսը նաև ակնհայտ է, որ խորհրդարանում քաղաքական բաշխվածության ներկա պայմաններում քաղաքացիական նախաձեռնությամբ ազգային ժողովին պարտադրելը շարժման օրակարգը շատ բարդ, չափազանց բարդ կամ երևի ճիշտ կլինի ասել գրեթե անհնար գործընթաց է։ Հետևաբար մնում է մյուս տարբերակը ստեղծել այս ինքնալուծարվող կուսակցությունը որպես ընտրապայքարի միակ օրինական գործիք, մասնակցելով ընտրություններին, հայտնվել ազգային ժողովում անհրաժեշտ մանդատների թվով եւ հնարավորություն ստանալ սպասարկել շարժման այս օրակարգը։ Երկրորդ հարցն է, թե լավ, եթե ընտրապայքարն անխուսափելի է, ինչու այս օրակարգը չենք առաջարկում այլ քաղաքական ուժերի։ Հաճախ ենք լսում կոչեր տարբեր հարթակներից, ինչու չեք միավորվում, ինչու չեք հանդես գալի միասնական ճակատով։ Եկեք ազնիվ լինենք, նույնիսկ մեր շարժման մեջ շատ տարբեր քաղաքական հայացքներ կրող մարդիկ կան եւ երբեմն մեզ էլ է լինում դժվար ընդհանուր հայտարարի գալ։ Ըստ էության մենք փնտրել ենք եւ կարծում եմ գտել ենք այն բոլոր կետերը, որտեղ հատվում են բնույթով բոլորին դեմ քաղաքական գաղափարները եւ ծրագրերը, որոնք բավարարում են առաջնահերթության, անհրաժեշտության եւ կենսունակ համակցության պահանջներին։ Եվ այդ օրակարգերի հատումը ըստ էության այն է, ինչ հռչակել է բոլորին դեմ եմ շարժումը։ Սա է պատճառը, որ մեր օրակարգն այսքան սահմանափակ է։ Ակնհայտ է չէ բոլորին, որ բոլորս էլ ունենք ինչ որ լավ ու կարևոր գաղափարներ մեր մտքում, բայց ինչքան մեծացնենք այդ ցանկը, այնքան փոքրանալու է համակիրների ընդգրկումը եւ դժվարանալու է համաձայնության գալը։ Այլ կերպ ասած, այդ տարբերություններն են, որ մեզ բաժանում են եւ այս նվազագույն ընդհանուր օրակարգն է, որ պետք է միավորի մեզ։ Ուստի բոլորին դեմ եմ շարժումը պարզապես վերցրել է այդ նվազագույն ընդհանուր օրակարգի պատասխանատվությունը, քանի դեռ մնացածը զբաղված են տարբերություններով։ Շնորհակալություն։